Սելա վադագիցներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Եվ Աստծո փառք ունենք այս գեղեցիկ այս հատուկ օրվան համար։ Գամախմբվենք զինք պաշտելու, մեծարելու, բոլորդ ալ բարի եկած եք։ Նաև գողջունենք բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով եւ գամ հերադեսիլի ICFN.TV միջոցով։ Ուր որեք աշխարհի ովև մեկ անգուն Աստված օրհնեցես առողջ բահե, հավատքով բահե եւ այս օրվան նյութը հույս, քալստյան հույսով բահեցես։ Մեր պաշտամունքները կշարունակվին, դերգամի եկող գիրագի գունենանք ժամը 9:40 անգլերեն լեզվով պաշտամունք, ժամը 11-ին հայերեն լեզվով պաշտամունք։ Իսկ շաբաթօր առավոտ ժամը 9:30 ունենք այր մարդոց նախաճաշ եւ աստվածաշունչի սերտողություն, ժամը 10-ին դիգիներու հաղորդակցություն եւ աստվածաշունչի սերտողություն։ Իսկ երեք շաբթի օր մեր դիգիները գավակվին առավոտ ժամը 10:30-ին ունենալու նաև իրենց հատուկ պաշտամունքը։ Եվ հիշեցնենք, որ մեր բադանիներն ու երդասարտները ամեն ուրբաթ երեկոյան գավակվին։ Անշուշտ փոքրելու ծրագիրը, Kids Club-ի ծրագիրը դեղի պիտի ունենա երրորդ գիրագին, դեկտեմբեր 20-ին, եւ ատկե երկու օր առաջ ուրբաթ օր կունենանք Քրիսմասի հատուկ ծրագիրը։ Քրիսմասի հատուկ ծրագիր եկեղեցին ներս եւ ապա ընթրիկ եկեղեցվոր սրահեն ներս։ Այս տարի ընթրիկը մասնակցողներ իրենց մասնակցությունը, նյութական մասնակցությունը պիտի բերեն եւ դոմսերու առընչությամբ գրնակ Բեատրիսին կամ Վահեին տեսնել այս առընչությամբ, որ ուրբաթ դեկտեմբեր 19-ին դեղի պիտի ունենա։ Այս բոլորին մեջ հիշեցեք նաև աղոթքով մասնագիծ դառնալ, գիրագին Քրիսմասի հատուկ պաշտամունք է ժամը 11-ին, ուր անգլերեն եւ հայերեն միասին պաշտամունք պիտի ունենք։ Եվ այսպես դերը շնորհ կնե դարի մնալ։ Հավասիկ նոյեմբեր ամսվան վերջի գիրագին եւ շուտով դեկտեմբեր եւ գհիշենք երկը որ գսե դարին օրվան բես կթրջի։ Սելի հավատագիցներ, այսօր Կալստյան ժամանակաշրջանի առաջին գիրագին է եւ աստվածաշունչի ընթերցումները պիտի կարդամ պատկամին ընդմեջ են։ Գբացրացվենք փրկին ծնունդը դոնելու։ Բայց ըսկուշ, Կալստյան ժամանակաշրջանը օրեր հաշվելու շրջան չէ մինչև Սուրբ Ծնունդ։ Այլ ժամանակաշրջանը սպասումի, հույսի եւ Աստուծո փրկարար ներկայության ցկտումին։ Իրականության մեջ Կալուստը գսկսի աղաչանքով, աղաղակով։ Եսայա մարգարեն Աստուծո գանչե 64-րդ գլուխ առաջին համար գսե երանի թե երկինքը ջերքելով վարիչներ։ Քու ներկայութենետ լերները հալեին։ Իս սաղմոսերկուն 80-րդ սաղմոսին մեջ Աստուծո գաղաչե, ով Աստված մեզի դարձիր եւ քու երեսդ փայլեցուր ու պիտի փրկվենք։ Իս Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն եւ ինձի քեզի մեզ յուրաքանչյուրին գսե արթուն գեցեք վասնզի չեք գիտեր թե երբ պիտի կա դանդերը։ Ուրեմն Կալուստը գսկսի աղաչանքով, փափակով, բաղցանքով, գարոդով, բաղցանք Աստուծո որ կա եւ մուտք գործե մեր աշխարհին մեջ։ Այսինքն
մեր ցավերուն մեջ, մեր վերքերուն մեջ, մեր դակնապներուն մեջ, մեր հուսահատություններուն մեջ, մեր հիվանդություններուն մեջ, մեր անորոշություններուն մեջ։ Ուրեմն Կալասյան այս ժամանակաշրջանը Աստուծո պատասխանն է մեզ յուրաքանչյուրին այն աղոթքին, որ հաջող գաղութենք եւ կամ մեր մտքեն գանցնենք։ Մինչև երբ ով դեր։ Մինչև երբ պիտի սպասենք բուժումի, հաջողության, մինչև երբ պիտի սպասենք արդարության, խաղաղության, մինչև երբ եւ յուրաքանչյուր անձի եւ ընտանիքի մինչև երբը միայն Աստված եւ ինքը գիտե։ Հույսը Աստուծո կալուստին ընդմեջ են։ Առաջին, Կալստյան հույսը, որ թեպի վեր գնայի։ Եսայա մարգարեության 64-րդ գլուխին առաջին 4 համարներուն մեջ գտեսնենք Եսայա մարգարեն գխոսի ժողովուրդը, որ հոգեպես ընջված, քաղաքականապես ջնշված եւ կարծես Աստուծմե ալմորցված են։ Ան գգան չէ, աղաչանքով Աստուծո գսե, ով Աստված երկինքը ջերքե վարիչիր։ Եվ իրականության մեջ այս աղոթքը հուսահատության մեջ խիզախ հավատք է։ Հայաստան, ով որ եղած է կամ Հայաստանի ժողովուրդը շատ լավ գիտե թե ծմեր ադեն Արարատ լերը ծածկված կլա մշուշով կամ ամբով։ Կակատը չերևիր։ Բայց ամբողջ ազգը գիտե, որ Արարատ լերը նույնիսկ երբ ծածկված է, բայց միևնույն տեղը կմնա։ Կալուստի ժամանակաշրջանի հավատն այսպես է։ Երբ մենք Աստված չենք տեսնել, չի նշանակեր, թե Աստված ծածկված կամ գործված է։ Աստված չի ծածկվիր սիրելիներ։ Աստված միշտ ներկա է։ Կալուստյան հույսը վեր գնայի, մշուշին մեջ, ամբերուն յետին, դխրության, լռության, հուսահատության մեջ, միշտ հավատալով, վստահելով, որ Աստված մոտ է, ներկա է։ Աստված Էմանուել է։ Երկրորդ, Կալստյան հույսը, որ թեպի ներս գնայի։ Եսայա մարգարեության 64-րդ գլուխին 5-9-րդ համարներուն մեջ։ Մարգարեն ոչ միայն գխնդրե Աստուծո կալուստը, այլ գխնդրե, որ ժողովուրդը նախ իրենց նային, իրենց սրդերուն մեջ նային։ Եվ գխոստովանի ասելով, բայց ամենքս բիղծ բանի պես եղանք ու մեր բոլոր արտար գործերը անմաքուր լաթի պես են։ Սելավադագիստեր Կալստյան հույսը գույր լավադեսություն չէ, ոչ ալ երազային հույսերու վրա հիմնված կաղապարներ։ Կալստյան հույսը զղջումի, ներքին նորոգության և ուղտեր նորոգելու հույս է։ Մարգարեն գսե մենք գավենք ու տուն մեր փրուտն ես։ Այսինքն մենք գավն ենք և տուն մեր գավակորցը։ Բոլորս գիտենք, թե անցյալին գավակորձը գավե իրերը կամ ամանները գծևավորեր համբերությամբ, տանտար և զգուշությամբ։ Իսկ երբ այդ գավե ամանը ձրեր, չէին նետեր, չէին թափեր, այդ ամանը գրգին գվերացևեին։ Կալստյան ժամանակաշրջանը գհրավիր է մեզ յուրաքանչյուրը, որ մեր կյանքը տնենք Աստուծո գավակորձության սեղանին վրա, որովհետև միայն Աստված գնորհոգ է մեզ,
միայն ինքն է, որ գնորոք է մեր մեղքերը, ցավերը, դակնապները, վախերը, հուսահատությունները, մոլությունները, վատ սովորությունները։ Քրիստիան հույսը աբակայի գնայի։ Մարգոսի ավետարանի մեջ Տեր Հիսուսի խոսքերը 17-րդ գլուխին մեջ չեն ուղղվիր թեպի Բեթլեհեմ, այլ գուղվին թեպի իր երկրորդ քալուստին, անգսե արթուն գեցեք։ Անշուշտ արթուն գնալ չի նշանակեր, թե բարձրապես մեր աչքերը բաց պահել։ Շատ հաճախ աչքերից բացալ կքնանանք։ Արթուն գեցեք, զգաստ եղեք։ Քրիստիան ժամանակաշրջան ուրեմն հիշադակություն չէ, սպասում։ Անոր եկավ գրգին պիտի գա եւ ամեն ինչ նոր անելու։ Անցյալին հայ ընտանիքներու սովորություններ, երբ հարազատ ճամփորդութենեն պիտի վերադառնար, ընտանիքի անդամները սպասումով գապրեին, այսինքն լույսերը բաց, սեղանը պատրաստ, դռները բաց, կսպասեն հարազատին որ գա։ Ինչու՞։ Որովհետև սերը ուրախությամբ կսպասե։ Այս է քրիստիան ժամանակաշրջանը։ Անգրավիր է սպասել ոչ թե վախով կամ սարսափով, այլ Տեր Հիսուս Քրիստոսի կալուստը սիրով ուրախությամբ սպասել։ Քրիստիան հույսը, որ ներկայիս կպահպանե մեզ։ Պողոս առաքյալ Կորինթացիներու ուղված առաջին նամակին առաջին գլուխին մեջ գհիշեցնե մարտահրավերներով լեցուն եկեղեցին, գսե դուք անով ամեն բանի մեջ հարստացաք, որպեսզի ցեզի ովևէ շնորհ չբացի մեր Տեր Հիսուս Քրիստոսին հայտնվելուն սպասելով։ Սելներ Աստված շնորհ կուտա մեզի, մինչ կսպասենք, գաղութենք եւ մեր ամենօրյա կյանքին մեջ կբայքարենք։ Անկասկած Տեր Հիսուս Քրիստոս գրգին պիտի գա, բայց նաեւ հիշեցումը։ Տեր Հիսուս Քրիստոս հիմայալ մեզի հետ է։ Քրիստիան ժամանակաշրջանի առաջի մոմը հույսի մոմն էր։ Հետաքրքրական է մեկ փոքր մոմի լույսը մթության մեջ եւ մթությունը չի գտնալ հաղթել։ Բզիկ լույսը, մոմի լույսը եւ մթությունը չի գտնալ հաղթել այդ փոքր մոմի լույսին։ Ուրեմն միշտ հիշենք, թե բզիկ մոմը բավարար է վկայելու եւ հայտարարելու, թե Աստված դակավին իր ժողովրդին հետ է։ Աստված մեզի հետ է։ Չկասկածինք։ Եվ քրիստիան պատկամ այս է։ Եվ հարցումը ինչպես կրնանք կենթանացնել մեր մեջ քրիստիան հույսը։ Առաջին հավատարմությամբ, անգեղծությամբ սպասել։ Աստուծո հանցնել մեր վախերը, մտահոգությունները, հուսահատությունները, որովհետև քրիստիան ժամանակաշրջանը անգեղծությամբ, ճշմարտությամբ կսկսի։ Երկրորդ արթունը լալ, այսինքն խոստովանանքով մաքրենք մեր ծանրաբեռնվածությունը, արթունը լանք աղոթքով, ծառայությամբ, ներողամտությամբ։ Երրորդ հույսը կորձնական դարձնել։ Սերելներ, հույսը գարկաբահություն է, դիսցիպլին է։ Այսինքն հույսով լեցուն անձը Աստվածաշունչը կգարտա, քաջալերական խոսքերով կշարժի, թրական ակնոցներով գապրի, եւ ոչ թե ժխտական, քննադատական կամ
սև ակնոցներ տնելով դիմացինը կեդին զարնել։ Քաջություն ունենալ հավատքով վստահելու Տեր Հիսուս Քրիստոսի։ Գիտեք, վախը ավելի թյուրին է, քան թե վստահիլը։ Կավը բզդիկ պան մգրնա վախցնել կեզ, բայց վստահությունը չանք աշխատանք նվիրվածություն գուզե։ Եվ կալստյան ժամանակաշրջան այդ հանցնվելու ուղղության մեջն ենք, վստահելու ուղղության մեջն ենք։ Եվ դեղ պատրաստել Տեր Հիսուս Քրիստոսի։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս դեղ ունենա մեր սրտին մեջ, մեր մտքին մեջ, մեր հոգին մեջ, մեր իրարու հետ ունեցած հարաբերություններուն մեջ, մեր դուներուն մեջ, որպեսզի մեր ապրելակերպին մեջ Տեր Հիսուս դեղ ունենա։ Եվ երբ Տեր Հիսուս դեղ ունենա մեր կյանքին մեջ, հոն կտեսնենք խաղաղություն, հոն կտեսնենք ուրախություն, հոն կտեսնենք գարեկցություն, հոն կտեսնենք հաշտված կյանք։ Ուրեմն երզափակ ենք սերներ, Կալստյան ժամանակաշրջանը գհրճագե 3 մեծ ճշմարտություններ։ Առաջին, Տեր Հիսուս Քրիստոս եկավ։ Տեր Հիսուս Քրիստոս հիմա գուկա մեր մեջ, և Տեր Հիսուս Քրիստոս գրգին պիտի կա։ Ուրեմն հիշենք, մեր հույսը մեր ձեռքբերումներուն, մեր հաջողություններուն մեջ չէ, այլ Աստուծո, որ գջերքե երկինքը, գմտնե մեր կյանքեն ներս և նոր կյանք կուտա։ Հետևաբար այս Կալստյան առաջին գիրագին եկեք միանանք Եսայա մարգարեին, Սաղմոս 2-ին, առաքյալներուն, մեր հավատքի նախահայրերուն և հավատքով աղոթենք։ Եկուր Տեր Հիսուս, եկուր և փրկե մեզ։ Ամեն։ Մեր Տերոջ սորվեցուցած աղոթքը ոտքի վրա միասնապար գաղոթենք։ Զիքոյ է արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն, հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը, ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։
Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի բահե եւ պաշտպանե ձեզ։ Հիմա եւ միշտ հավիտյանս։ Ամեն։